Վերադարձան գովազդից հետո վաղ ապրիլի 24-ն է եւ ամբողջ աշխարհում որտեղ ապրում են հայերը ինչ որ միջոցառումներ են տեղի ունենալու այսօր մենք փորձում ենք կապ հաստատել մեր հայրենակիցների հետ որոնք որ ապրում են տարբեր երկրներում եւ առաջինը կապ կհաստատենք մեր սիրելի գոլեգայի հետ որը որ բացի դրանից որ գեղեցիկ է նաեւ չի մոռանում մեզ Մոսկվայից Մարինան է մեզ միանում Մարինա Մարտիրոսյան բարի լույս Մարինա Բարի օր Բարի լույս գոր, բարի լույս Նելի, ողջույն Հայաստան, Երևան Առավոտյան արթնացել է, գրացել է Վարշավիրանոց, մեյքափ, բահո, ինչպես եք? Չէ, Վարշավիրանոց չեմ հասցրել Սա առանց Վարշավիրանոց Ինչպես եք Ես այո, հիշում եմ ձեզ բոլորիդ և ուրախ եմ, որ դուք ինձ եք հիշում Լավ, շնորհակալ եմ, դուք ինչպես եք Լավ, շնորհակալություն։ Մարինա վաղ ապրիլի 24-ն է եւ ինչ է կազմակերպելու Մոսկվայում, ինչից տեղյակ եք, ինչին եք մասնակցելու դուք, ուր եք գնալու, որտեղ են հայերը հավաքվելու եւ ինչ է արվելու առհասարակ։ Դե ամբողջ աշխարհում առհասարակ ամսի 24-ը բոլոր հայերիս համար կարևոր ու հիշատակի օր է։ Այո, Մոսկվան, Ռուսաստանի Դաշնությունը նույնպես շատ ակտիվ է այդ հարցում։ Շատ միջոցառումներ ամեն տարի կազմակերպվում են, հիմնականում իհարկե հայերը այստեղ հավաքվում են հայ առաքելական Սուրբ եկեղեցու բակում, որովհետև այնտեղ կա հատուկ հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հուշարձան եւ իսկապես ապրիլի 24-ը մարդաշատ է միշտ եկեղեցու բակում, բայց ամեն համայնք, ամեն քաղաք ունի իր հուշահամալիրը, իր եկեղեցին Բնականաբար եւ հայերը արդեն տեղում նույնպես կազմակերպում են, հարգանքի տուրք են մատուցում, մենք եկեղեցի այցելում ենք, իսկ այս տարի ամսի 24-ին ես քանի որ 25 թվականին բացեցի այստեղ դպրոց հայոց լեզու ուսումնասիրելու եւ գրականություն իմ աշակերտների հետ միասին եւ մեր ուսուցիչների մենք կգնանք մեզ մոտակա կա այսպես Вечный огонь, անմար կրակի, այո, այսպես վայր կա, որը ընդհանուր բոլոր զոհերի հիշատակի համար է եւ մենք կգնանք արդեն մեր աշակերտների հետ այնտեղ կպատմենք նրանց ցեղասպանության մասին, ապրիլի 24-ի մասին եւ մեր հիշողության կարևորության մասին, դա չմոռանալու մասին, բնականաբար միջոցառումներ մեծ մակարդակով, բարձր մակարդակով ամեն տարի կազմակերպվում է Ռուսաստանի հայերի միության կողմից, դա միջազգային կոնֆերանս է, որտեղ ելույթ են ունենում անվանի մարդիկ, բարձրաստիճան մարդիկ, միջոցառումներ կոնկրետ 3 հրավիրված ենք շատ հետաքրքիր մի գրքի շնորհանդեսի, որը կազմակերպել է Անիվ ՀԿ եւ Հայաստանի հայոց ցեղասպանության թանգարան հիմնադրամի կողմից, նաեւ Նարեկացի ինստիտուտի կողմից հրատարակվել է նոր գիրք Ռայմոն Գևորգյան հեղինակը եւ կոչվում է գիրքը Завершение геноцида շատ հետաքրքիր շնորհանդես էր բնականաբար տարվա մեջ մի քանի գիրք է լույս տեսնում ցեղասպանության հետ կապված այդ առումով Սփյուռքը շատ ակտիվ է կա եւս մեկ գիրք, որը եւս անցած տարի է հրատարակվել, շատ հետաքրքիր կուզեմ ցույց տալ, որովհետեւ ես ինքս ձեռք եմ բերել Гарник Банян, кочум է «Воспоминания о детстве и сиротстве. История мальчика, пережившего геноцид։ Շատ միջոցառումներ կան, այ օրինակ մեր շատ սիրելի դերասաններից Սարգիս Հակոբյանը, եթե չեմ սխալվում հիշողությունս ինձ չի դավաճանում, նա Շանթ հեռուստաընկերության նախագծերում եւ սերիալներում նույնպես նկարահանվել է, հիմա ապրում է Վորոնեժում, այնտեղ ունի խումբ եւ բեմադրել է անլռելի զանգակատուն ներկայացում, պարային ներկայացում Եվ արդեն մի քանի տարի է նրանք ներկայացնում են հենց ապրիլի 24-ին, այս տարի նրանք եկել են Մոսկվա։ Այնպես որ վաղը Մոսկվայում կլինի այդ ներկայացումը։ Այսքանի մասին ես գիտեմ, բայց գիտեմ, որ շատ էլի միջոցառումներ տարբեր վայրերում կատարվում են, տեղի են ունենում։ Այդպես։
Շնորհակալություն Մարինա, իսկ կարող է դուք ձեր ընտանիքում ինչ-որ պատմություն կա անձնական կապված ցեղասպանության հետ, եթե պապիկները, տատիկները, մեծ տատիկները միգուցե երկրից են, Արևմտյան Հայաստանից Երկրից կան, այո, ամեն հայ էլ կարծում եմ եւ վստահ եմ, որ ինչ որ միթել, ինչ որ այսպես արմատիճուղ գնում է դեպի Արևմտյան Հայաստան, լսել եմ մայրիկիս կողմից, հա, իմ արդեն մայրիկի տատիկի վերաբերյալ, որը մուշից է գաղթել եւ փրկվել էր ու հիշում եմ, որ մամային արդեն մայրիկիս պատմածներից, որ ասում են նա միշտ իր խուրջինը այսպես կարևոր ինչ-որ իրեր, այսպես կապած պահում էր, որ ամեն դեպքում ինքը վերադառնելու է իր տուն, իր երկիր, բայց ցավոք այդպես էլ միշտ այդպես կար իր այդ Շնորհակալություն Ինչ ասեմ, փոքրիկ մի պայուսակ, որ ամեն դեպքում ինքը իր տուն վերադառնելու է։ Տա Աստված, որ մի օր թեկուզ նրանց սերունդները վերադառնեն։ Շնորհակալություն, շնորհակալություն։ Հուսանք, որ դա տեղի կունենա մի օր, բայց շատ կարևոր է նաև սիրենք մեր երկիրը եւ կարողանանք այստեղ ինչ-որ բան անել, այստեղ ուժեղացնել։ Ես ուզում եմ անդրադառնամ նաև Ռայմոն Գևորգյանի այդ գրքին, որի մասին Մարինան հիշատակեց։ Ռայմոն Գևորգյանը Ֆրանսիայի ամենահայտնի պատմաբաններից մեկն է եւ իր գիրքը Ցեղասպանության ավարտը կոնկրետ ուրեմն պատմում է եւ ուսումնասիրում է Քեմալ Աթաթուրքի ժամանակաշրջանը, այսինքն արդեն 23 թվականից հետո, երբ որ շատերին թվում է, որ ամեն ինչ ավարտվել է, բայց իրականում ոչ, որովհետև ի սկզբանե, երբ որ Կեմալ Մուստաֆան դարձավ Թուրքիայի ուրեմն գլխավոր հրամանատար եւ հետո առաջին սուլթանից հետո առաջին կառավարիչը, նա անգամ դատի տվեց եւ դատապարտվել են բոլոր այն մարդիկ, որոնք որ կազմակերպել էին ցեղասպանությունը, բայց հետո կարծես թե նրանք հասկացան, որ իրենց համար սա մեծ եւ խնդիր է դժվար եւ Աթաթուրքի ժամանակ շարունակվեց այն ամենը, ինչ որ սկսվեց երիտթուրքերի ժամանակ։ Շնորհակալություն Մարինա, շնորհակալություն, որ հիշում եք այսօրը, շնորհակալություն, որ փոքրիկ բալիկներին դրա մասին պատմում եք եւ դա իսկապես կարեւոր է եւ եւս մեկ բան կարեւոր, որ դրա մասին պետք չի հիշել միայն ապրիլի 24-ին եւ խոսել միայն ապրիլի 24-ին, որովհետեւ մեր ձայնը պետք է լսելի լինի 365 օր տարեկան միջև այդ հարցը ոչ թե լուծվի, այլ միջև Թուրքիան չընդունի ցեղասպանությունը եւ պատասխան չտա այդ ամենի համար, ինչ որ կատարվել է 111 տարի առաջ, դա չի նշանակում։ Իհարկե, այո, դա չի նշանակում, որ մենք Թուրքիայի հետ պետք է ունենանք վատ հարաբերություններ, հակառակը մենք պետք է ունենանք կառուցող հարաբերություններ, բայց պետք է այո հիշել Իրականում, եթե երկխոսություն չլինի երկրների մեջ, ըստ ում այս հարցն չի լուծվի, որտեվ թուրքական հասարակության մեջ կան շատ մարդիկ, որոնք որ սրա մասին խոսում են, բարբերաբար բարձրաձայնում են, ունենում են խնդիրներ իրենց երկրում, գալիս են Հայաստան ապրիլի 24-ին, համոզված եմ, որ վաղն է կլինեն Թուրքիայից, թուրքերը հենց որոնք որ դրա մասին խոսում են եւ դրանք իսկապես խիզախ մարդիկ են, որտեվ Թուրքիայում դրա մասին խոսելը արգելված է արդեն 111 տարի։ Շնորհակալություն Մարինա, ձեզ լավ օր ենք մաղթում եւ հուսանք, որ կհանդիպենք արդեն ոչ թե այո, on-line, այլ off-line։ Այս պահին սպասում ենք Մարինային։ Էսկիզ ներեջն է, պատմելու ենք այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մասին, որը որ կառուցվել է, ինչպես բոլորդ գիտեք, 1965 թվականին, մեծ ճարտարապետներ են աշխատել եւ հետաքրքիր մի պատմություն կա։ Լավ, եկեք դիտենք, հետո ես այդ պատմությունը փորձեմ ձեզ պատմել, որտեվ չէ որ այսօր մենք մեր պատմությունները պատմում ենք կապված հենց ցեղասպանության հետ։ Ես որտեվ այդ պատմությունը կապ ունի թե իմ պապերի հետ, թե նաեւ այն մարդկանց հետ, որոնք որ կառուցել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը։ Գնանք եւ տեսնենք։